Ամանորյա նկար Ամանորյա նկարը դա գարնան տոնի համար արվող ավանդական նկարն է։ Այլ կերպ ասած, նոր տարվա արարողությունը դա հենց գարնան տոնի արարողությունն է։ Սա չին ժողովրդի ամենահանդիսավոր տոնն է։ Ըստ ավանդույթի նոր տարուն ընդառաջ տունը մաքրում են և զարդարում։ Դռներին և պատուհաններին փակցնում են տոնական նկարներ։ Փակցված ամանորյա նկարները ստեղծում են ամանորյա ուրախ մթնոլորտ և արտացոլում են տան տերերի հանգստության և երջանկության ձգտումները։ Ամանորյա պատկերը փոխվում է ամեն տարի և նրանով կարելի է հիանալ ողջ տարի։ Չինական ամանորյա նկարը ժողովրդական արվեստի ճյուղ է։ Նկարը հիմնականում վառ և ցցուն գույներով է։ Նկարներում պատկերված են երջանիկ և հիասքանչ կյանքի գեղեցիկ տեսարաններ։ Ահա ամանորյա մկնիկի դուստրը ամուսնանում է նկարը։ Իր դստեր համար լավագույն ամուսին որոնելով մուկը գտնում է կատվին։ Ժողովուրդը մկանը չի սիրում, քանի որ նա ուտում է հացահատիկները։ Այդ պատճառով հորինել է այս ամանորյա նկարը։ Մուկը հաճույքով իր դստերը տալիս է կատվին, որը միանշանակ ուտելու է նրան։ Չինաստանում կա 3 հիմնական վայր, որտեղից սկիզբ է առել ամանորյա նկարների ստեղծումը։ Դա Տյանցզինի Յանլուցինն է, Շանդուն գավառի վայ շրջանը և Ցզյանսու գավառի Տաոհուաում։ Յանլուցինի ամանորյա նկարները հիմնականում դիմանկարներ են։ Կարմիր այտեր նկարելը համարվում է չգերազանցված արվեստ, որը ստացվում է վրձնի պտույտի միջոցով, երբ կենտրոնը ավելի մուգ է ստացվում, իսկ եզրերը ավելի բաց։ Այս կերպ նկարված մարդը հիանալի տեսք է ունենում։ Թղթե կտրվածքներ։ Դուք հավանաբար կասեք, որ սա գեղեցիկ նկար է։ Իրականում սա նկար չէ, այլ թղթե կտրվածք։ Այն երբեմն կտրատում են մկրատով, երբեմն փորանկարում դանակով։ Թղթե կտրվածքները չինական գյուղերում ծագած ժողովրդական արվեստ է։ Այս արվեստը երկար պատմություն և լայն տարածում ունի։ Նոր տարուն, այլ տոներին կամ հարսանեկան արարողություններին փակցնում են թղթե կտրվածքներ։ Այդպիսով հայտնում են իրենց բարեմաղթանքները։ Հնում գյուղում ապրող ամեն աղջիկ պետք է սովորեր թղթե կտրվածքներ անել։ Շատ աղջիկներ կարող են կտրել թղթից ցանկացած իր, ինչ ցանկանան, այն էլ կարող են կտրատել։ Օրինակ ծաղիկներ, խոտ, տներ և այլն։ Էսքիզ անելու կարիք չկա, այն կտրվում է միանգամից։ Թղթե կտրվածքով կարելի է արտահայտել անգամ հեքիաթի բարդ իմաստը։ Սա երջանկություն նշանակող զույգ հիերոգլիֆ է, որն օգտագործում են հարսանեկան արարողությունների ժամանակ։ Սա ծառի ճյուղի նստած կաչաղակ է, որ փակցնում են նոր տարուն։ Բոլոր հացահատիկային մշակաբույսերի առատ բերքը։ Մեր օրերում թղթե կտրվածքների արվեստը մեծ զարգացում է ապրել, դարձել է ավելի հարուստ։
Բացի այդ, եւ նոր տարուն եւ մյուս տոներին փակցնում են թղթեկտրվածքներ, իսկ սովորական օրերին պահպանում որպես գեղարվեստական ստեղծագործություն։ «2001 թվականին չինական ժողովրդական թղթեկտրվածքները գրանցվեցին համաշխարհային ժառանգության ցուցակում։